Գործք առաքելոց 15-րդ գլուխ։ Հրեաստանից ոմանք իջել էին Անտիոք և եղբայրներին ուսուցանում էին. Եթե Մովսեսի օրենքի համաձայն չթլպատվեք, չեք կարող փրկվել։ Եվ երբ Պողոսի ու Բարնաբասի և նրանց միջև շատ հակառակություն և վեճ առաջացավ, վճռեցին, որ Պողոսն ու Բարնաբասը և նրանցից ոմանք այդ խնդրի համար Երուսաղեմ բարձրանան, առաքյալների և երեցների մոտ։ Եկեղեցու կողմից ճանապարհ դրվելուց հետո նրանք շրջելով անցան Փյունիկեի և Սամարիայի միջով ու պատմեցին հեթանոսների դարձի մասին, մեծ ուրախություն պատճառելով բոլոր եղբայրներին։ Երբ Երուսաղեմ հասան, եկեղեցու առաքյալների և երեցների կողմից ընդունվեցին։ Պատմեցին, թե Աստված ինչեր արեց իրենց միջոցով։ Փարիսեցիների հերձվածից դարձած մի քանի հավատացյալներ վեր կացան ու ասացին. Դրանց պետք է թլպատել և պատվիրել, որ պահեն Մովսեսի օրենքը։ Առաքյալներն ու երեցները հավաքվեցին այս բանը քննության առնելու։ Երկար վիճաբանությունից հետո Պետրոսը ոտքի կանգնեց ու նրանց ասաց. Եղբայրներ, դուք ինքներդ գիտեք, որ առաջին օրերից Աստված ձեր միջից ինձ ընտրեց, որպեսզի հեթանոսներն իմ բերանով ավետարանի խոսքը լսեն ու հավատան։ Եվ սրտատես Աստված նրանց վկայեց, Սուրբ Հոգին տալով նրանց այնպես, ինչպես տվեց մեզ։ Եվ նրանց ու մեր միջև ոչ մի խտրություն չդրեց, հավատով մաքրելով նրանց սրտերը։ Այժմ ինչու եք փորձում Աստծուն, կամենալով աշակերտների վզին դնել մի լուծ, որը ոչ մեր հայրերը, ոչ էլ մենք չկարողացանք տանել։ Բայց հավատում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհով կփրկվենք, ինչպես և նրանք։ Ամբողջ ժողովը լռեց։ Լսում էին Բարնաբասի ու Պողոսի պատմելը, թե Աստված նրանց ձեռքով ինչքան նշաններ և զարմանալի գործեր արեց հեթանոսների մեջ։ Նրանց լռելուց հետո Հակոբոսը խոսք առնելով ասաց. Եղբայրներ, լսեք ինձ։ Շմավոնը պատմեց, թե ինչպես Աստված սկզբից իսկ հոգացել էր հեթանոսներից իր անունով մի ժողովուրդ ունենալու համար։ Եվ այդ բանում մարգարեների խոսքերը համընկնում են իրար, ինչպես որ գրված է. այս ամենից հետո կվերադառնամ և կշինեմ Դավթի փուլ եկած տունը։ Նրա ավերակները վերստին կշինեմ ու կվերականգնեմ այն, որպեսզի Տիրոջը փնտրեն մնացած մարդիկ, ինչպես և բոլոր հեթանոսները, որոնց վրա դրված է իմ անունը։ Եվ ասում է Տերը, նա, որ անում է այս ամենը։ Նրա գործերը հայտնի են ի սկզբանե։ Դրա համար ես էլ ինձ իրավունք եմ վերապահում չնեղելու նրանց, ովքեր հեթանոսներից դառնում են Աստծուն, այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից։ Քանի որ Մովսեսը առաջին սերունդներից սկսած յուրաքանչյուր քաղաքում իր քարոզիչներն ունի և ամեն շաբաթ օր ժողովարանում ընթերցվում է։ Այն ժամանակ առաքյալներին ու երեցներին և ամբողջ եկեղեցուն հաճելի թվաց իրենց միջից ընտրված մարդկանց Պողոսի և Բարնաբասի հետ Անտիոք ուղարկելը, Հուդային, Բարսաբաս կոչվածին և Շիղային, որոնք առաջնորդներից էին եղբայրների մեջ։ Նրանց միջոցով գրեցին այս նամակը. Առաքյալները, երեցները և եղբայրներն Անտիոքում, Ասորիքում ու Կիլիկիայում հեթանոսներից եղող եղբայրներիդ ողջույն են հղում։ Քանի որ լսեցինք, թե մեզանից համարվող ոմանք, որոնց մենք նման հրաման չենք տվել, խռովեցրել են ձեզ խոսքերով և խախտել ձեր մտքերը, ասելով, թե պետք է թլպատվել և օրենքը պահել։ Ուստի հաճելի թվաց մեզ, միատեղ հավաքվածներիս, ձեզ մոտ ուղարկել ընտրված մարդկանց, մեր սիրելիներին, Բարնաբասի ու Պողոսի հետ, մարդիկ, որոնք իրենց անձը նվիրեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի անվան համար։ Արդ ուղարկեցինք Հուդային և Շիղային, որ նրանք էլ խոսքով նույնը հաստատեն։ Քանզի հաճելի թվաց Սուրբ Հոգուն և մեզ ավելի ոչ մի բեռ չդնել ձեզ վրա, բացի այս կարևորներից։ Այն է, հեռու մնալ կուռքերին զոհաբերված կերակուրներից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով բարին կգործեք։ Ողջ եղեք։ Եվ նրանք ճանապարհ ընկնելով Անտիոք իջան ու ժողովրդին հավաքելով նամակը նրանց հանձնեցին։
Ընթերցելով նրանք ուրախացան մխիթարության համար։ Հուդան եւ Շիղան, քանի որ նրանք էլ մարգարեներ էին, բազում խոսքերով հորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց։ Եվ միառժամանակ այնտեղ մնալով, եղբայրների կողմից խաղաղությամբ հետ ուղարկվեցին առաքյալների մոտ։ Սակայն Շիղային հաճելի թվաց այնտեղ մնալը։ Իսկ Պողոսն ու Բարնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու ավետարանում էին Աստծո խոսքը։ Իսկ մի քանի օր հետո Պողոսը Բարնաբասին ասաց. «Արի վերադառնանք եւ շրջենք եղբայրների մեջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խոսքը, տեսնելու թե ինչպես են այն պահում»։ Բարնաբասն ուզում էր Մարկոս կոչված Հովհաննեսին էլ հետը տանել, բայց Պողոսը կարծում էր, որ Պամփիլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկածին չպետք է տանեն իրենց հետ։ Նրանց միջև անհամաձայնություն առաջացավ, այնքան որ իրարից բաժանվեցին։ Բարնաբասը Մարկոսին վերցնելով նավարկեց դեպի Կիպրոս, իսկ Պողոսը Շիղային ընտրելով ճանապարհ ընկավ եղբայրների կողմից հանձնվելով Աստծո շնորհին, շրջում էր Ասորիքի ու Կիլիկիայի կողմերում եւ ամրացնում եկեղեցիները։